Mașina cu găli. Կասցնենք հել Սայատնովա փողոցի սկզբնամասում, որտեղ հիմա տեղադրված է կլկլան բաժակը կամ մուշուրբան, կփոխարինվի Սայատնովայի արձանով։ Տեղական բյուջեից նախատեսվում է շուրջ 7 միլիոն դրամ ուղղել այդ նպատակին։ Hello, Գյումրի քաղաքից։ Don't you think that it's boring how people talk? Կոկորդիլոս բռնի։ Ամենայն հարգանքով ու պատկառանքով ցանկանում եմ ողջունել բոլոր այն մարդկանց, ովքեր մինչև հիմա չեն հասկացել, որ ցենզուրան շատ հարաբերական բան է։ Ամեն մեկի համար դրա չափը տարբեր է, ու եթե մի բան քո չափերով չի, անպայման չի քեզ ճխտես մեջը։ Այս դեպքում ուղղակի պարտադիր չի, որ նայեք մեր վիդեոները։ Իսկ այս գեղեցիկ կատարումները սիրով նվիրում եմ ձեզ, իզվրաշեն ցենզուրիստներ։ Դեկերեք արա։ Այս վիդեոները դուք նայել կամ նայում եք ձեր իսկ սեփական կամքով, երևի օրնել մի քանի անգամ, տարածում եք իրար մեջ, սրանցից մենակ մեկի դիտողականությունը ուղիղ համեմատական է մեր ղոպանչիների թվին, այսինքն շատ է, ու այսօր գրաքննադատի սփաթով ու տրանսլիտով ցենզուրա ու բարոյախոսություն եք փաթաթում ոտերից, իրականում մենք ձեզ հենց սենց էլ պատկերացնում ենք, ու դուք հենց սենց էլ կաք, նենց որ պուպուշներ ջան, ամեն մեկը ձեր գրական բառարան հանրագիտարաններով վեր կացեք ու սիկտիր եղեք տեսադաշտից, Բարլուզ Գյումրի քաղաքից, հա, ուշքները թող չգնա գլխի ցավից, բայց ասեմ իմանաք, Գյումրին էլ է քաղաք, ու դաժե Երևանից էլ լավն է, Վանաձորն էլ է քաղաք, Երևանից 1000 անգամ լավը, չգիտեք ասեմ իմանաք, քաղաքներ են Կապանը, Հրազդանը, Ստեփանավանը, լոճված չեն, բայց քաղաքներ են, արա, մենք մեր համար հայ լիքը տեսակներ ենք դզել փչել, ռայոնցի, դրսի հայ, երևանցի, կենտրոնահայ, սրանցից ամեն մեկը ունի իր ենթաբաժինները, օրինակ ռայոնցիները լինում են Աբարանցի, Սևանցի, Գորիսեցի, Արտաշատցի, Վարդենիսցի, դրսահայերը Լոսի հայերն են, Պսկովի հայերը, Սիրիա հայերը, Երևանահայերը, Կոմիտասցի, Ավանցի, Կոնդեցի, Մասիվցի, Երրորդ մասցի, հա, սաղ ազգերի մոտ էլ է շերտավորումը կա, բայց մենք շատ ցավագին ենք տանում այս փաստը, ու ինչքան ուժ ունենք, զզվում ենք իրարից։ Գեղչկական ծագմամբ Երևանցին ազնվական ծագմամբ գյուղացուն է թարսնայում, գյուղ չսիրող գեղցին գնում է խոշոր քաղաքներ, դառնում է քաղաքացի ու սկսում է աշխատավոր գյուղացոնց թարս նայել։ Սփյուռքահային քձիբ են ասում, Աբարանցուն էշ են ասում, թողես մենակ էշ դուստան։ Մեծոտ գյուղաքաղաք Երևանից դուրս էլ, սաղ իրանց համար ռայոնցի են։ Ռայոնցի բառից հակահիգիենիկ ու տխմար արտահայտություն, մեկ էլ արիտունն է։ Տեսարցան արիտուն ծրագրին։ Խի ենք մենք մեր հանդեպ, այսքան ոռի մեզ պահում։ Կամ կարամ իմանամ Երևանը աշխարհքի կենտրոնն է, որ սաղովի վազում եք ընդեղ։ Չէ, բայց լուրջ էլի, որն է ճիշտ, սիրել սեփական քաղաքը, մնալ ընդեղ, ապրել, արարել, ինչ որ բան անել այդ քաղաքի կամ գյուղի համար, թե վերկենալ գնալ մեծ տեղ, թոզ ու քարի մեջ առավոտից իրիգուն ճկռել 2 կոպեկի համար, կուլ տալ ձև տված երևանցիքի դեմքի յաղ կարտահայտությունը, երբ որ կիմանան ասենք, որ դու պեմզաշենից ես, այլ ոչ թե կոմիտասից, տան վարձ տալ կամ թթվել բարեկամի վզին, իջնել կենտրոններ ու երազել յանի ճեմում ես Լոնդոնի փողոցներում, քաղաքենի մի եղեք ժողովուրդ, այդ ոռի տղա բանը, դիբիլ, աշխարհի սաղ նորմալ ժողովուրդների նորմալ անհատները փախնում են ուրբանիզացիոն աղբից, աղմուկից, որովհետև գիտակցում են, որ իրանց մինուճար կյանքի որակն են ռիսկի տակ դնում։ Խոշոր քաղաքները թողում են վատ սորտի մարդկանց, որովհետև իրանց ուղեղները տենցել սարքած է, որ հողից ու թթվածից կտրված թոզ ու շուխուրի մեջ իրանց վատ չզգան։ Կամ այդ ինչից է, որ հասնում եք Երևան, ժավել, ացիտոն, քայքայող քիմիկատներով վառում վերացնում եք ձեր մեջից այն բարբառը, լեզվի ամենահզոր ու կարևոր ձևը, որով խոսացել եք, որը ձեր դեմքն է, ու գետինն եք մտնում, որ մի 7 պորտով երևանցի չեք։ Իսկ երևանցիքի խոսակցական լեզուն վաբշե չի տեղավորվում ոչ մի լեզվաբանական չափորոշիչի մեջ։ Նիտո սլենգ, նիտո բարբառ, նիտո խոսվածք, նիտո գրական տարբերակ։ Նենց ոնց որ հիմա ես եմ էլի խոսում։ Լիքը ստից ու անտրամաբանական երևանցի էլ կա։ Այն որ ինքը իրանց տան միակ ու առաջի ծնունդն է, որ կատնառատից հետո Երևան է ծնվել։ Բայց որ նստում վերակենում, ասում է, որ բնիկ երևանցի եմ։ Հորով մորով երթում ա ուտում, որ իր պորտը հրապարակի ժամի տակն են կտրել։ Վայ բնիկդ քանդեմ։ Ախպեր, եկեք մեզ
մեզ կուտ մի տվեք։ Երևանում ավելի շատ Bentley կա, քան երևանցի։ Երևանը թազա Պրադվինուտի գեղցիների ու բնիկ երևանցի քաղաքեիների բեմն է դարել։ Իսկ ինչի՞ է տենց։ Տենց է, որովհետև կա երկու պատճառ։ Մեկը այն է, որ Երևանից դուրս սաղ մեռած Չեռնոբիլ վիճակ է։ Իսկ մյուսը անձնական պատճառներն են՝ լոճված լենտեղ ամուսնանալ, ստրիպտիզ կլուբ գնալ, սավունաներ կա Երևանում, կյանքը եռում է, էգ է կպնում, հարուստ գյադեկ կան, բացած դոշեր, բացած բդեր, բացած կան։ Էս է մեր զարգացվածության չափանիշները։ Նեղ անձնական պատճառները թողենք կյանքի հանդեպ ունեցած գաղափարների ու իրանց բարոյականության վզին։ Բայց օրինակ ինչի պիտի Ալավերդիից ուսանողը 200 կիլոմետր ճամփա անցնի, որ ընդունվի համալսարան ու սովորի։ Ինչի Ալավերդի տեղ նորմալ ուսումնական պլանով կրթական կենտրոններ չեն կարող լինեն։ Թե Երևանի թոզն ու պրոբկեքը սովորելուն ավելի շատ է տրամադրում։ Չնայած լիքը մարդիկ էլ կան, որ Երևանը սկի հերվից էլ չեն տեսել, որովհետև իրանց գյուղի ճամփեքն այնքան քանդած են, որ ոնց որ խրամատի մեջ ապրեն։ Արա մարդ զարմանում է էլի։ Հայաստանը մի թիքա երկիր է։ Ասֆալտ եղածն ինչա որ չունենք։ Ասֆալտ ելներ, գործ ունենանք, ավտո առնենք։ Քշենք Լեռնուտն էլ տենայինք, նոր մեռնեինք։ Թե չէ մեռանք Աբովյանի վրի ատկատ ասֆալտների վրա քշելով։ Դե չէ, ես ավտո չունեմ, ոտով եմ։ Նենց որ չեք կարա վարեք ավտոս։ Մեկ էլ ես Ղոպանից եկել եմ։ Ասինարիտուն վերկացա եկա։ Անշիկին է Ռուսաստանի դարասինը մածոնը պրտացեք տալը մեջ դրած է։ Ձերքեր հնարեղն արևի դեմը չուրգս արգեն ու խեղ ժողովրդի վրա արև չգնի։ Թող չթվա որ ես ասում եմ որ Երևանը քխ է, բայց եթե հաշվի առնենք որ Երևանից բան չի մնացել, սաղ կրծել են, աղտոտել ու պրծրել են օդից բռնծրած։ Ինչ էր էսով Հրանուշ Հակոբյանը սաղին կանչում տուն, որ ինչը ցույց տա։ Բետոնից հյուսիսայինը, քանդած աֆրիկյանները, Ռասիայի շենքը, որ մեջը քրչի բազարա, ազգային ժողովի մեջը ցույց տա, մեր հին սազի ողբանավակ լացակումած լարը ցույց տա։ Գեդինը մտնեք։ Արա ժողովուրդ, բայց Հրանուշ Հակոբյանը ով է։ Իսկ դուք ինչ եք սովոր միայն վատ բան լսելու, սովորեք նաև լավ բան լսելու։ Վայ, ինքը այնօր ինձանից փող էր ուզում։ Ասում էր վերկաց ռադդ քաշի Հայաստանից։ Ստեղ ապրելու տեղ չի։ Սաղ փողերը լափել են, գործ չկա, բան չկա։ Գնա դարի Պասկովի հայ, մի $1000 փող ղրգի, միջև տենակ ինչ ալեմ։ Նու հենց սենց չի ասել, բայց համարյա սենց է ասել։ Թող պարոնները 1 միլիոն մարդ Հայաստանում $1000 հաշվի համար բացի բանկում։ Բանկերում փող կգա, բանկերը կհզորանան, տնտեսությունը կզարգանա։ Ես էլ ասի, օքեյ, ուստա, տենց էլ կանենք։ Հասա Պսկով, աշխատեցի, ռոճիկ ստացա, ասի ղրգեմ խերուշին մինչև տենա ինչ ալեմ։ Մեկ էլ իմանում եմ, որ մի հատ ադրբեջանցի դիվերսանտի են օպերացիա արել։ Փողն էլ մենք ենք տվել։ Մի երկու հատ գալլը ստուկել գնացել են տենան այդ գյադեն ոնց է։ Դուրս է գալիս, որ Գևորգի համար փող չկա, բայց ադրբեջանցի դիվերսանտի համար լավ էլ փող կա։ 1000 ներողություն։ Այս մոմենտը ոնց հասկանանք։ Այս մոմենտով հասկանում ենք, որ աբորտը մեկ-մեկ պետքական բան է։ Ոնց որ ձեր մոմենտով ադրբեջանցու օպերացիայի ծախսերը փակվելն է դիվանագիտական քայլ, աբորտն էլ ձեր դեպքում շատ դիվանագիտական քայլ կլիներ։ Այնուամենայնիվ, թող որ ես կոչվեմ Հրանուշ Հակոբյան, բայց եթե ունեք 1000, 10000 դրամ, դոլար, եվրո կապ չունի, բանկերը գցելու ու Հայաստանի ֆինանսատնտեսական վիճակը բարելավելու վերևները կշտացնելու փոխարեն, եկեք մի բան անենք, որ Գևորգը բուժվի։ Ինքը կյանքն է դրել մեր համար, իսկ մենք սրանց պես անթասիբ չենք։ Բաժանորդագրվեք մերեջերին, ձեր այդ վիլեններ ց։ Չտենամ քեզ, դե արայլ։ Ասես սրանք թոցվրվեն նոր։ Մաշնակ ու գայելի, կասցնենք, հել, շուտ, պասի, կայնան են նրանք, կայնան, ապե մաշնա է կայնած վապշետը գիտես, չէ, դե ծացկի ակուրատնի, Սայատնովայի նոր արձանն է, առավոտը սպասում ենք սիրուն ձկներին, պարտադիր չի, քեզ տվել եմ ջուր ձկների, Պասկովի հայրերը, քույրերը, խենդ, իսկ այես, Իսկ այս գեղեցիկ կատար։ Չէ, սփյուռքային քձի կոկոտիլոս։ Դրսա հայերը լոսի հայերն են։ Կրուդիտ կլնես, բա ինչ կանես։ Հայկո նկարում ենք։ Ամեն սազի մեջ լգոված, ունթամամ տասանիս կամալ չա, նա կազմատքիս չի կլատեսնի, որը ռապասնիս կամալ
Անուն, Մեղեդի, Բողոտա։ Յուրաքանչյուր հայի համար միշտ կենթանի եւ ապրող, կարդացվող ու երգվող, միշտ ճարվող։ Եկեք ավելի բարձր ծափարենք։ Սոս մի վարքյան։ Ցավը տանեմ, ուրիշ տեղ չունես բռնելը դուզուկ։ Վայ, բանիկ էդ քանդեմ։ Այն որ ինքը իրենց տան միակ ու առաջի սերունդն է։ Գլուխ սող։ Վայ, բանիկ էդ քանդեմ։ Ժամի տակնիկ դրել։ Թուլցրա այդի։ Հելելա քթից։ Արա թուլ ասում եմ հանում ա, նայ հետա ձգում։ Սատկավ։ Չսատկես համբալը։ Ձրվել է ինսուլտա տարել։ Թու։ Մի երկու հատ գալստուկ էլ գնացել են տենան։ Գալստուկ, շատ լավ է գրում օրը սար։ Անչի գիտեն այդ ռստասարի տարածքները մածոնը փրտած է մեջ կթալեն մեջ դրած է։